Հայկ Մարությանը հյուրընկալվել էր տետատետ հաղորդմանը, որտեղ անկեղծ զրույցի ընթացքում խոսել էր իր և Ալեն Սիմոնյանի փոխհարաբերությունների մասին, որին էլ հետևել է Star News-ը։ Մհեր Բաղդասարյանի դիտարկմանը, թե պարոն Սիմոնյանը կարծում էր, որ ինքը պետք է լինի քաղաքապետի թեկնածու, սակայն կուսակցությունն առաջադրեց Հայկ Մարությանին, իր մոտ թեմայի վերաբերյալ նա նշել է, որ ունեցել է դեպրեսիվ ֆոն և կարողացել է շատ արագ հաղթահարել։ Եվ հարցին, թե Հայկ Մարությանն ինքը գիտակցում էր, որ իրենց հարաբերությունները կարող էին լարվել, այդ որոշումից պատասխանեց. Երբ խոսքը վերաբերվում է պետությանը, ինձ համար առաջին տեղում է դրված։ Ընկերությունը թանկ բան է, բայց պետությունն ավելի բարձր է։ Եվ այո, ես գիտեի, որ Ալեն Սիմոնյանը ուզում է լինել քաղաքապետ, լավ չընդունեց։ Գիտեի, որ լավ չի ընդունելու։ Բնականաբար, երբ մարդ մի բան ուզում է և չի ստացվում, կարող է տխրել։ Կարծում եմ ինքը կարողացել է իր մեջ այդ ամեն ինչը շտկել ու գնալ առաջ։ Ես իրեն առողջություն եմ ցանկանում, թքագեղձերը միշտ պահի կայուն վիճակում, բայց չօգտագործի մարդկանց վրա թքելու համար։ Զրույցի ընթացքում նշել էր Հայկ Մարությանը, ինչին էլ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում պատասխան գրառում էր արել։ Նոր տեսա, որ տգզարը հարցազրույց է տվել և անոնսի ամենակարևոր կտորները իմ գեղձերի և պետական իբր $200,000 մեքենայի մասին է խոսում։ Ապրես տգզարյոն, արդեն 5 տարի է նույն բանն եք ասում, թե դու, թե մյուս քո նման լուսանցքում մնացածները։ Բայց ես ինչ եմ առաջարկում, արի հաջորդ անգամ հարցազրույցին կրկին հագի քո մտահոգ պարկեշտ դիմակը ու պատմի, օրինակ, թե ինչպես ես $10,000-15,000 պատճառով սրտի խնդիր ունեցող և նորածին երեխա ունեցած աղջկանից տունը խլել։ Կամ հերթով պատմի որտեղ և ինչ պատճառով ես կորցրել ընկերներիդ, պատմի դու քո տարբերակը, ես իմ։ Հա ու ոչ մի խնդիր չկա, որ դերասանը զբաղվի քաղաքականությամբ, վատ է, երբ կեղծավոր ու փողի մեռած մարդն է զբաղվում։ Բայց ամեն ինչի մասին իր ժամանակ և պահին։ Ասվում է գրառման մեջ։ Նշենք նաև, որ News-ը այս անգամ անդրադառնալով տետատետ հաղորդմանը, առանձնացրել էր Ռուբեն Մխիթարյանի հարցազրույցից Հայկոյի և Մկոյի հարաբերությունների մասին մի հատված։ Ռուբեն Մխիթարյանը փաստել էր, որ նրանց մեջ եղել են վատ հարաբերություններ և ցավով նշել, որ նրանք անցել են այդ հոգեբանական փուլի միջով։ Հեռուստատեսությունը, կարելի է ասել, մարդկային ամբիցիաների հավաքատեղի է, և այն մարդիկ, ովքեր աշխատում են կադրից դուրս, պիտի ադապտացվեն այդ իրականությանը ու խելքի բերեն մարդկանց, ովքեր կորցնում են իրականությունը։ Այն մարդիկ, ովքեր կադրում են, շատ հաճախ կորցնում են ադեկվատության զգացումը։ Այնտեղ դժվար է կիսել ոչ միայն փողը, այլ նաև փառքը և հայտնիությունը։ Ռուբեն Մխիթարյանն էլ իր կարիերայի ընթացքում այնպիսի նախագծեր է իրականացրել և ղեկավարել, որպես հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր, որ անհավանական է թվացել, թե ինչպես է դա տեղի ունենալու և ավարտվելու։ Կար ինֆորմացիա Հայկոյի ու Մկոյի վերաբերյալ, որ նրանց հարաբերությունները շատ վատ են եղել։ Անգամ նրանցից մեկը հրաժարվել էր միևնույն տաղավարում նկարահանվել, շարունակելով սերիալը։ Ըստ սցենարի իրենք պետք է հանդիպեին տաղավարում, սակայն նկարահանումներն անհնար էր։ Այդ պարագայում ինչպես են վարվել։ Ռուբեն Մխիթարյանը Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդաշարում տված հարցազրույցի ժամանակ հաստատել էր տարածված ասեկոսեն և պատասխանել հարցին այսպես. Այդ ամեն ինչի հետ կապված շատ լեգենդներ, հորինվածքներ կան։ Իհարկե եղել են վատ հարաբերություններ և դա փաստ է, որովհետև եթե չլինեին վատ հարաբերություններ, հետո երբ արդեն Հայկ Մարությանը որպես քաղաքապետ գնաց Մկրտիչ Արզումանյանի ներկայացումներից մեկին, կարծեմ գրիմյորկում մոտեցավ իրեն։ Դա մարդկանց կողմից այդքան բուռն արձագանքի չէր արժանանա։ Այո, կյանքի մի հատվածում նրանց հարաբերությունները փչացել էին, և դա մենք բոլորս գիտեինք։ Թե նկարահանման հրապարակում ինչեր են տեղի ունեցել, արդյոք տենց բաներ եղել են, թե չեն եղել, ասում եմ, որ լեգենդներից վերանան։ Միևնույն է, նկարահանման հրապարակում երկու մարդու անձնական գաղտնիքները ես բացելու և ոչ մի տեսակի բարոյական իրավունք չունեմ։ Կարող եմ ընդամենը ասել, որ այդ պերիոդի համար մենք բոլորս ցավում էինք։ Հայաստանի Հանրապետության պատմության լավագույն դուետը անցնում էր հոգեբանական տենց փուլի միջով։ Մհերի այն հարցին, թե ճիշտ է արդյոք,
որ կարգին սերիալը նկարահանելի ստիպված են եղել Մկոյին և Հայկոյին նկարել առանձին ու ընդհանուր տեսարաններում մոնտաժի միջոցով միացնել իրենց կադրը։ Ռուբեն Մխիթարյանն ասաց. «Այդ հարցին կարող է պատասխանել միայն Արման Մարությանը, ով որ նկարել է»։ Նշենք, որ տարիներ առաջ հայտնի էր դարձել Armenia TV հեռուստաալիքով թողարկվող շատերի կողմից սիրված կարգին հումորային նախագծի Հայկո-Մկո դուետի փլուզման վերաբերյալ։ Կարգին սերիալը հայկական սիթքոմ էր, որը ցուցադրվել էր 2010 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի հունիսը։ Այն ստեղծվել էր ամերիկյան 2,5 մարդ սիթքոմի հիման վրա՝ հարմարեցված հայկական իրականությանը։ Հասարակության մեջ կար կարծիք, որ Հայկոն և Մկոն մեկ ամբողջական էին, նրանց հումորն ամենալավն էր։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Հայկ Մարությանը, խոսելով կարգին հաղորդման մասին, ասել էր. «Բնականաբար ստացված էր կարգին հաղորդումը, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Դա մեր ամենաստացված պրոյեկտներից մեկն էր։ Անեկդոտից ուժեղ բան հնարավոր չէ մտածել, մինչև այսօր դա ապացուցված է։ Անեկդոտը, որը ժողովրդի կողմից ստեղծված է, ունի սկիզբ, ընթացք և վերջ, արդեն սցենար է։ Քեզ ուղղակի մնում է գեղեցիկ կերպով դա մատուցել, ապահովել գեղեցիկ ընթացք և գեղեցիկ ձևով նկարահանել։ Կարգին հաղորդումից հետո ես նմանատիպ պրոյեկտ չեմ մտաբերում։ Կարծում եմ փորձ էլ չի արվել, եղել են սիթքոմներ և գեղարվեստական ֆիլմեր։ Ես այդ ֆորմատի մեջ նոր բան չեմ տեսել, բայց կան բազմաթիվ լավ պրոյեկտներ, որոնք ունեն իրենց ասելիքը»։ Հայկ Մարությանը Հայկո և Մկո դուետի փլուզման վերաբերյալ ասել էր, որ այո, դա համապատասխանում է իրականությանը։ Նրա խոսքով, կարգին հաղորդումը շարունակելու էր գործել իր հին ֆորմատում, բայց այլ անվան տակ, որը այն ժամանակ դեռ ընտրված չէր, միայն թե ոչ Հայկոն, ոչ էլ Մկոն այլևս նախագծում հանդես չէին գա։ Քանի որ Հայկոն արդեն կլիներ նախագծի պրոդյուսերը և սցենարիստների խմբի ղեկավարը, իսկ Մկոն հանդես կգար մեկ այլ նախագծում։ Դրանից հետո դերասանական կազմը համալրվեց երկու նոր երիտասարդ դերասաններով, ովքեր Հայկոյի կարծիքով նոր շունչ հաղորդեցին նախագծին, նրանք Ռաֆոն և Անդոն էին։ Իսկ արդեն Life-room հաղորդման շրջանակներում հյուրընկալվել էր Մկրտիչ Արզումանյանը, ով խոսել էր իր ներկայացման Հայկ Մարությանի ներկա գտնվելու մասին։ Մկրտիչի խոսքով, ինքն իմացել է, որ նրանք ցանկացել են ներկա գտնվել իր ներկայացմանը, իսկ վերջինս ասել է. «Թող համենան»։ Մկրտիչ Արզումանյանը նշել է, որ դա եղել է իրենց առաջին հանդիպումը կոնֆլիկտից հետո։ Մկրտիչը նաև խոսել է իրենց ներկայիս հարաբերությունների ժամանակ առ ժամանակ հանդիպելու մասին։ Նա մասնավորապես նշել է. «Առաջվա լարվածությունը ի ուրախություն երկուսիս անցել է»։ Հավելենք, որ տարիներ առաջ հաղորդումներից մեկի ժամանակ Մկրտիչը հետևյալ պատասխանն է տվել իր և Հայկի միջև եղած կոնֆլիկտի պատճառի մասին խոսելիս. «Տարաձայնություններ են եղել աշխատանքի հետ կապված, բայց վերջում ընկերությունը հաղթեց։ Տարիների կապն ավելի ուժեղ էր, քան որոշ տարաձայնություններ։ Ուրախ եմ, որ այդպես տեղի ունեցավ և մեծ հաջողություն եմ մաղթում, որովհետև իրականում նա մեծ աշխատանք է կատարում։ Մարդիկ մեծանում են, տարբեր կարծիքներ են ունենում, և եթե այդպես տեղի չունենար, գուցե տարօրինակ լիներ։ Ժամանակավոր բնույթ կրեց և ի ուրախությունից ժամանակավոր տևեց»։ Մկրտիչ Արզումանյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նաև ասել էր, որ չնայած հանդիսատեսը իրենց կարոտել է, բացառում է իր և Հայկոյի հետագա համագործակցությունը, որովհետև դա իր համար տեղում դոփել և հետընթաց կնշանակեր։ Ի դեպ, դա շատ տարօրինակ հայտարարություն էր։ Եթե Մկրտիչի համար հանդիսատեսի սերը տեղում դոփել և հետընթաց է նշանակում, ցածր վարկանիշ ունեցող տնփեսան առաջընթաց, ապա թերևս այստեղ կարելի է պարզապես լուռ ժպտալ ու հեռանալ։ Ի տարբերություն Հայկ Մարությանի հավաստիացմանը, որ իր և Մկոյի մեջ շփում կա, Մկոն հերքել էր այն։ «Անկեղծ կլինեմ և կասեմ մենք մոտ 2 տարի գրեթե չենք շփվել և այս ընթացքում Հայկին չեմ տեսել»։ Մկոյի այս ֆրազը մի շարք լրատվամիջոցների առիթ տվեց անառողջ քննարկումների, թե ինչու 2 տարի նախկին գործընկերոջ հետ շփում չունեցած Հայկոն հնչեցված հարցին ճիշտ պատասխանը չտվեց։ Թերևս կարելի էր հարցը փակել, դա համարելով Հայկ Մարությանի կողմից կոռեկտության դրսևորում։ Հարցազրույցներից մեկ ուրիշի ժամանակ Հայկ Մարությանը հերթական անգամ անդրադարձել էր Մկրտիչ Արզումանյանի հետ համագործակցության դադարեցման պատճառներին։
Աշխատանքային առումով մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ պետք է աշխատենք առանձին։ Ճիշտն ասած, դա իմ իդեան չի եղել։ Ըստ նրա, կարգին թիմը գործում է նույն կազմով, ցավոք սրտի բացակայում է Մկրտիչ Արզումանյանը։ Հայկ Մարությանը հարցազրույցի ժամանակ բացահայտել է նաև, որ բազմիցս առաջարկներ է արել նախկին գործընկերոջը միասին երբեմն նախագծեր անելու, սակայն հավանություն չի ստացել։ Մկրտիչ Արզումանյանն էլ պատասխանելով հարցազրույցներից մեկի ժամանակ տրված հարցին, թե ինչու՞մն էր կարգին հաղորդման յուրահատկությունը ու ստեղծելիս պատկերացնում էին, որ այսքան մնայուն է դառնալու, պատասխանել էր. Անեկդոտներ էին իրենց դրամատուրգիայով։ Նման ծիծաղելի իրավիճակներ արդեն կային, մեզ մնում էր երկխոսությունները մտածել։ Պարզապես մեր մատուցումն էր ուրիշ։ Ընդամենը 1 տարի էինք նախատեսել, բայց երկար շարունակվեց։ Հաղորդումը նայում են և դեռ կշարունակեն նայել։ Իրականում բարդ է կրկնել, երբ կերպարներիդ չես ճանաչում, պարզապես կապ-կպում ես։ Իսկ ես իմ կյանքում բազմաթիվ մասնագիտությունների և խառնվածքի տեր մարդկանց եմ հանդիպել։ Կարգինը մանրապատումային և ժամանցային ձևաչափով էր, այն արվեստի ճյուղ համարելն աբսուրդ է։ Հենց հասկացանք, որ պատմությունները ցենզուրայից դուրս են և անհետաքրքիր են դառնալու, ավարտեցինք։ Երբ Հայկ Մարությանի և ձեր ճանապարհները բաժանվեցին ու սկսեցիք առանձին աշխատել, չէիք կարոտում այն ժամանակները։ Երկար ժամանակ շփում չկար ու վերականգնվեց միայն տարիներ անց։ Եվ այդ լարվածությունը վերացավ։